Վաղ տարիքից մեզ սովորեցնում են տնից դուրս գալիս կողպել դուռը, ուշադիր լինել դրամապանակին, սակայն այսօր սեփական անվտանգությունը պետք է ապահովել ոչ միայն իրական, այլև թվային աշխարհում։ Կիբերտիրույթում խոցելի են բոլորը, անկախ տարիքից ու սեռից։ Այդ համատեքստում ներքին գործերի նախարարությունը կարևորում է թեմայի վերաբերյալ հանրությանը իրազեկելու անհրաժեշտությունը։ Համագործակցելով հանրակրթական դպրոցների հետ նախարարությունը պարբերաբար կազմակերպում է դասընթացներ, հանդիպումներ եւ իրազեկման արշավներ, որոնք նպաստում են մեդիագրագիտությանն ու թվային անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Հերթական դասընթացն անցկացվել է Աշտարակ քաղաքի Ներսես աշտարակեցու անվան դպրոցում։ Քրեական ոստիկանության կիբերհանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները աշակերտներին ներկայացրել են կիբերհանցագործության տեսակները, դրսևորման ժամանակակից տենդենսները, ինչպես նաև թեմային առնչվող մի շարք հարցեր։ Երեխաները բավականին ակտիվ մասնակցություն են ունեցել իրենց հարցադրումներով եւ մենք հնարավորություն ենք ունեցել նաև հասկանալ, թե երեխաները հատկապես որ ուղղվածությամբ ունեն հետաքրքրվածություն եւ ինչպիսի խնդիրներին կարող են բախվել, որոնք որ օրինակ իրավապահ մարմինները հնարավոր է տեղյակ չլինեն։ Դասընթացի շրջանակում ընդգծվել է սոցիալական հարթակներում անհատական հաշիվների եւ անձնական տվյալների պաշտպանության կարեւորությունը։ Ներկայացվել են կիբերբուլինգից խուսափելու եւ դրա կանխարգելման մեթոդները, ինչպես նաեւ թվային միջավայրի վտանգներն ու սպառնալիքները ճանաչելու եւ դրանցից պաշտպանվելու քայլերը։ Ներքին գործերի նախարարության հետ համագործակցությունը շատ կարևոր է, քանի որ երիտասարդ սերունդը հիմա շատ արագ կարողանում է ինֆորմացիա ստանալ եւ ինֆորմացիայի աղբյուրները բազմազան են ու հասանելի եւ շատ կարևոր է, որ այդ կրթությունը, այդ գիտելիքը երեխաները ստանան պատկան մարմիններից։ Դասընթացին մասնակցել են նաև ծնողներ։ Նրանց տրամադրվել են գործուն խորհուրդներ, թե ինչպես թվային միջավայրում աջակցեն իրենց երեխաներին, ինչպես պաշտպանեն նրանց անվտանգությունն ու խթանեն երեխա-ծնող իրավապահ համակարգ վստահելի հարաբերությունների ձևավորմանը։ Ծնողական խորհրդի նախագահ Նվեր Սարգսյանի խոսքով դասընթացից ստացած գիտելիքները գործնականում կիրառելու անհրաժեշտություն է առաջացել։ Տղայիս էլեկտրոնային փոստով նամակ եկե, որում խնդրում էր, որ մենք գումար փոխանցեինք հաշվին, եւ նա այդ գումարից մեզ պետք է փոխանցեր $1.5 միլիոն։ Առաջարկը շատ գրավիչ էր 15 տարեկան երեխայի համար։ Հետո հիշելով դասընթացը ասեց, որ բայց կարծում եմ, որ արժի որ մի հատ ստուգենք, տեսնենք արդյոք սա ճիշտ է թե չէ։ Աշակերտները վստահեցնում են, դասընթացը ոչ միայն բարձրացրել է իրազեկվածության ու պաշտպանվածության մակարդակը, այլև խթանել ապագայում նոր գաղափարների գեներացմանը։ Նրանք առաջարկել են հանրության շրջանում կիբերհանցագործության վերաբերյալ գիտելիքների ընդլայնման նպատակով մշակել կրթական նախաձեռնություններ, իրազեկման արշավներ եւ թիմային նախագծեր։ Շեշտը դրվեց ոչ միայն կիբերավանդակության վրա, այլ հատկապես կիբերհանցագործության, թե ինչպես են հանցագործները գործում, դա ավելի օգնեց, որպեսզի հասկանանք, թե ինչպես պաշտպանվենք։ Չնայած մենք լինելով 21-րդ դարի սերունդ որոշակի չափով տեղեկացված ենք կիբերանվտանգությունից, կիբերհանցագործներից, սակայն նրանց հետ հանդիպման ժամանակ ավելի խորությամբ կարողացանք ուսումնասիրել կիբերանվտանգությունը։ Խոսվեց կիբերհանցագործությունների տարբեր տեսակների մասին, կիբերհանցագործության տարատեսակ է նաև կիբերբուլինգը։ Քչերը գիտեն, սակայն ներկայումս եւ բուլինգը եւ կիբերբուլինգ կատարած անձիկ եւս ենթարկվում են պատժի։ Նման միջոցառումները բավականին էֆեկտիվ են, սակայն տարիքային մեծերը ավելի քիչ են տեղեկացված։ Առաջարկս այն է, որ տարիքային խումբը ընտրվի ավելի մեծահասակների շրջանում։ Երիտասարդների իրավագիտակցության, մեդիագրագիտության, իրազեկվածության բարձրացման ուղղությամբ ներքին գործերի նախարարության կողմից իրականացվող միջոցառումները շարունակական են։